Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, Երկիր մեդիա հեռուստակերությամբ եթերում է Բարև Երկիրը, միշտ էլ հաճելի է, երբ կոլեկտիվը հավաքվում է մի գաղափարի շուրջ եւ ունենում է ստացված մի աշխատանք։ Այդ իմաստով ես վաղուց չեմ շնորհակալություն հայտնել մեր թիմին, այնպես որ արի տեսախցիկներից այն կողմ կանգնած մեր ընկերներին, սիրելի օպերատորներին, մեր ռեժիսորին, ձայնային ռեժիսորին, մեր հրաշալի Տիկին Անահիտին, ով մեզ միշտ հրամցնում է ջուրը, սուրճը եւ իհարկե Արմինեին Բրսոյան, մեր գործընկերուհուն, մի խոսքով, մի ամբողջ թիմ, որ հենց հիմա ձեզ ողջունում է սիրելի հեռուստադիտող եւ շնորհակալություն հայտնում, որ հիմա հեռուստաէկրանների առջև եք։ Բարև։ Բարի լույս, սիրելի Հայկ։ Ես ուզում եմ առանձնահատուկ թիմի կանանց հիշել, որովհետև միամսյակը կամաց մոտենում է իր ամփոփմանը, մենք կարծես թե վերջին մի քանի եթերներին մոռանում ենք դրա մասին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռ միամսյակը ուժի մեջ է, սիրելի հարգելի տղամարդիկ, դեռ կարող եք նվերներ բաշխել ձեր սիրելիներին, եթե հանկարծ այնպես է պատահել, որ չեք հասցրել։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, այո, Բարև Երկիր այսօր մարտի 30-ն է, գարնանային առաջին ամսվա մեր վերջին եթերը, մյուսին արդեն ապրիլ ամիսն է, կարծում եմ լիարժեք գարուն կլինի, բոլոր անձրևները դադարած կլինեն, արևը կշողա, լույսն ու արևը իհարկե ամենակարևորն է, հատկապես երբ առավոտյան արթնանում ես, պատուհանից նայում ես եւ արևը շողում է։ Դա արդեն արթնանալու, այո, ջերմության, էներգիայի աղբյուր է։ Մեր գործընկեր սիրելի Տունդեպո, շնորհակալություն, որ մեզ հետ եք եւ այն հասցեները շարունակում են լինել մեզ հետ, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ալիքը եւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջերը։ Սիրելիներ, իհարկե մենք դեռ այսօր խոսելու ենք կանանց մասին, նրանց բնավորության մասին, նրանց տեսակների մասին, այո, եւ հատկապես նախընտրելի ծաղիկների շնորհիվ կանանց կողմից մենք կարողանում ենք բացահայտել նաեւ նրանց մտածողությունը եւ բնավորությունը, բայց սա րոպեներանց, որովհետեւ հիմա նախ շնորհավորում ենք օրվա բոլոր հոբելյարներին եւ չշեղվելով մեր շատ գեղեցիկ ավանդույթից, մինչ իհարկե հարության տոնը մենք ձեզ ներկայացնում ենք յուրաքանչյուր կիրակի օրվա հոգեվոր խորհուրդը։ Մեծ պահքի 5-րդ կիրակին ունի արարչության 5-րդ օրվա եւ այս կյանքի 5-րդ դարի խորհուրդը եւ կոչվում է դատավորի կիրակի։ Համաձայն Սուրբ Գրիգոր Տաթևացու մեկնության դատավորը միտքն է թշնամիները մարդու հոգին ու մարմինը։ Սրա համար էլ ասվում է՝ մի քաղաքում մի դատավոր կար, այդ քաղաքը մարդն է։ Մարդը իբրև Փարիզ ունի իր մարմինը, իբրև դռներ զգայարանները, իբրև բնակիչներ հոգին, իբրև իշխանավորներ միտքը, իսկ իբրև զինվորներ ցանկությունն ու ցասումը։ Դատավորի կիրակին կոչ է բոլորիս անդադար աղոթել եւ աղոթքով հարատևել դեպի Աստված տանող ճանապարհին։ Շատ հետաքրքիր եւ շատ սիրուն են մեր հոգեվոր մեկնությունները իսկապես։ Աղոթքը հոգեվոր մաքրագործման եւ Աստծուն մոտենալու ամենաուղիղ եւ ճշմարիտ ճանապարհն է իհարկե։ Ինչ վերաբերում է հոգուն, ապա մեր հոգին սիրում է, նաև մաքրվում է, խաղաղվում է, երբ մենք բնության գրկում ենք, երբ մենք զբոսնում ենք, իսկ գարունը հրաշալի առիթ է դրա համար։ Ինչու եմ ասում, որովհետև այսօր մի շատ անսովոր տոն է նշվում Հայկ։ Այգում զբոսնելու օրը։ Լսել եք այդպիսի բան։ Մենք շատ հաճախ իսկապես առօրյա գործերից ելնելով, այս արագ ռիթմից ելնելով մոռանում ենք բնության մասին, մոռանում ենք մաքուր օդ շնչել, առհասարակ շատ վատ ենք շնչում եւ ել չասեմ այգի գնալու մասին։ Դրա համար մի խումբ մարդիկ մտածել են, որ այսպիսի օր պիտի լինի, սիրելի հեռուստադիտողներ, կարևոր եւ օգտակար տոն, այգում զբոսնելու օրը։ Տոնը ստեղծողները փորձել են քաղաքաբնակ մարդկանց ուշադրությունը գոնե մեկ օրով շեղել առօրյա գործերից, կենցաղից ու նրանց ուղղորդել դեպի բնությունը։ Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում այո չդադարող աղմուկը, խնդիրները, սթրեսը, փոշին կարող են բացասաբար անդրադառնալ մարդկանց նյարդային համակարգի վրա, ուստի թեկուզ քաղաքի ներսում, բայց բնության մեջ զբոսանքը կարևոր է նյարդերն ամրացնելու եւ էներգիա ստանալու համար։ Մասնագետների խոսքով անաղմուկ վայրում եւ մաքուր օդի պայմաններում օրական 30 րոպե քայլելը դրական է ազդում մարդու ոչ միայն ֆիզիկական առողջության, այլ նաեւ
տրամադրության վրա, եւ նրանք որպես կանոն ավելի ինքնաբավ եւ երջանիկ են, քան այգում քայլելու փոխարեն տանը հեռուստացույց դիտող մարդիկ, այնպես որ վայելեք հենց հիմա այս պահը, եթե գործերով զբաղված եք ու հատկապես մեզ չեք դիտում, խնդրեմ դուրս եկեք դուրս, վայելեք այգին, բնությունը եւ հարմոթը։ Մեզ դիտելուց հետո շատ լավ պայմանավորվեցինք։ Այգում զբոսնելու օրը նաև այս մարտի վերջին 10-օրյակը շատ քաղաքներում նշվում է ծաղկի օրը։ Օրինակ այսօր Իսպանիայի Բարսելոնա քաղաքում է այսպեսի ծաղկային հրավառություն։ Ծաղիկներից խոսենք։ Մեծ ներկայացնենք, որովհետև միացյալը դեռ չի ավարտվել, այո, հիշեցնենք, փոքրինչ հուշենք տղամարդկանց, թե կանայք ըստ իրենց նախընտրած ծաղկի ինչպիսի բնավորություն ունեն։ Դե տղամարդն էլ իր կողակցի բնավորությունը իմանալով կարծում եմ ճիշտ ընտրություն կկատարի։ Եվ նաև կարող է ճանաչել հենց այս տարբերակով իր կնոջ բնավորությունը ու տեսակը։ Մի խոսքով կանանց բնավորության տեսակների մասին ըստ նրանց նախընտրելի ծաղկի։ Սկսենք վարդից։ Հոգեբանության մեջ վարդեր սիրող կանայք վառ եւ յուրահատուկ բնավորության կանայք են։ Թեև կանանց կարելի է բնութագրել նաև ըստ վարդի գույնի ընտրության, սակայն նրանց բոլորին միավորում է ինքնավստահությունը, կրքոտ սիրելու ունակությունը, նպատակասլացությունն ու առատաձեռնությունը։ Նրանք ունեն ամուր նյարդեր եւ կարողանում են իրենց պաշտպանել առանց ագրեսիա դրսևորելու։ Լավ մոտեցում էր հոգեբանորեն բավական պինդ կնոջը նկարագրող տեսակ է։ Բայց սկզբանե ասենք, որ սրանք պարզապես այսպես կարծիքներ են, վարկածներ են, բնականաբար չի կարող 100%-ով համապատասխանել տվյալ։ Այո, կակաչներ նախընտրող կանայք հավասարակշռված են, հետևապես վստահելի ու հավատարիմ զուգընկերուհիներ կարող են լինել։ Ճգնաժամային իրավիճակներում նրանք կարողանում են արագ կողմնորոշվել եւ ճիշտ լուծումներ գտնել։ Գնահատում եւ ուրախանում են իրենց ունեցածով, բայց առիթը բաց չեն թողնում կյանքի ընձեռած հնարավորություններից օգտվելու համար։ Ահա, խոսելու ենք հիմա մանուշակը նախընտրող կանանց մասին։ Արի հիմա ենթադրենք, գուշակենք, հետո կարդանք փաստը որպես այդպեսին։ Ինձ թվում է մանուշակ նախընտրող կանայք շատ ավելի նուրբ են, շատ ավելի զգայուն են որպես այդպեսին։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում այստեղ։ Մանուշակները շատերի սիրելի ծաղիկն է համարվում անկախ տարիքից։ Փոքրիկ թավշյա տերևներով մանուշակների սիրահար կանայք ռոմանտիկ են, երասկոտ, երբեմն թախծոտ ու մելամաղձոտ։ Նրանք նաև ստեղծագործ եւ ընտանեկան ջերմությունը գնահատող կանայք են։ Մոտ է ամեն դեպքում, չէ՞, իմ վարկածով։ Այո, գուշակեցինք փաստորեն, շարժվենք առաջ։ Անցնենք քաջ վարդին, սիրելի հեռուստադիտողներ, սրանք պիոն ծաղիկներն են։ Հին չինական մշակույթում համարվել է կնոջ եւ տղամարդու միջև փոխադարձ սիրո խորհրդանիշ եւ իր արտացոլանքն է գտել գեղանկարչության ու պոեզիայի մեջ։ Քաջ վարդեր նախընտրող կանայք հակասական բնավորություն ունեն։ Նրանք միաժամանակ եւ փառասեր են եւ վախկոտ։ Կարող են հավակնոտ ծրագրեր կազմել, բայց դրանք իրականացնելու համար չունենալ բավարար խիզախություն եւ կամքի ուժ։ Ամենադիպուկ վարկածներից մեկը կարծում եմ նաև հենց այս է՝ մեխակներ սիրող կանայք խիստ են եւ ուղղախոս, հարուստ ինտելեկտ ունեն, ընթերցասեր են, ցանկացած հարցի շուրջ իրենց տեսակետ ունեն եւ կարողանում են անվարան պաշտպանել այն։ Ես շատ ափսոսում եմ, որ մեխակները փոքրինչ նորաձևությունից դուրս են եկել, որովհետև մեխակների հոտը կարծում եմ չի կարելի եւ շփոթել եւ համեմատել ցանկացած այլ ծաղկի հոտի հետ, ասա։ Համաձայն եմ քեզ հետ, բայց ամեն դեպքում շատ են ծաղկատեսակները, այդ իսկ պատճառով գուցե եւ որոշակի ժամանակատած նրանցից մեկը լինի տվել։ Դիքը կբարելավի մեխակը մի օր ես կարծում եմ։ Կամ հակառակը ճիշտ ես։ Այո, խոլորձ։ Սրանք էլ օրխիդեաներն են, սիրելի հեռուստադիտողներ, բարդ եւ յուրահատուկ ծաղիկ է համարվում։ Այդպիսին են նաեւ այն նախընտրող կանայք։ Նրանք նրբաճաշակ են, աչքի են ընկնում յուրահատուկ գաղափարներով եւ հարուստ ներաշխարհով, բայց եւ քմահաճ են ու շրջապատից անընդհատ ուշադրություն են պահանջում։ Լավ, շարունակենք Եղրևանի։ Գուշակեցիք դա որ ծաղիկն է։ Այո, ճիշտ եք սիրելիներ, յասաման սիրող կանայք բարեսիրտ են, անկեղծ, սիրում եւ գնահատում են այն ամենը, ինչ բնական է։ Եվ որպես կանոն, նրանք հոգատար մայր են եւ լավ զուգընկեր են։ Հրաշալի է, պետք է ուշադրություն դարձնել յասաման սիրող կանանց։ Եվ այդ շատ կարճ ժամանակահատվածը, երբ ծաղկում են յասամանները։ Երիտասարդները, այո։ Թեև արտաքուստ, պարզ ու քնքուշ ծաղիկներ են, սակայն դրանք նախընտրող կանայք բավականին բազմաշերտ բնավորություն ունեն։
Պարզ եւ թվացial միամիտ բնավորության ներքո թաքնված են սեփական ուժերի վստահ, ընկերներին թշնամիներից տարբերող, երբեմն էլ սեփական նպատակներին հասնելու համար այլոց շահագործելու ունակ մարդիկ։ Եվս մեկ հրաշալի բացահայտում իմիջիայլոց շատ համամիտ եմ հենց այս տեսակետի հետ, որ քրիզանթեմներ կամ ոսկե ծաղիկներ նախընտրող կանայք ինքնամփոփ են, հակված են սթրեսների եւ ինքնակննադատության։ Հիմա մի պահ պատկերացրու ծաղկի հենց այս տեսակը ու դրան բնորոշող կանայք կարելի է իսկապես համաձայնել։ Ես համաձայն եմ, թույլ տուր շարունակեմ, որից հետո սկսենք երկխոսել։ Նրանք դժվարությամբ են լեզու գտնում մարդկանց հետ, ընկերանում եւ սիրում։ Այդուհանդերձ քրիզանթեմները ազնվականություն ու ներդաշնակություն խորհրդանշող ծաղիկներ են։ Իսկ Ճապոնիայում այս ծաղիկները համարվում են կայսերական, զինանշանն էլ հենց քրիզանթեմի տեսքով է։ Որ հատվածի հետ էս համամիտ, որ նրանք ինքնամփոփ են, թե ոչ շատ ինքնակննադատական, այո։ Հատկապես այս երկու հատկանիշների հետ, որ հաստատ համամիտ են։ Լավ։ Շուշաններ, նախընտրողները բարձր արժանապատվություն եւ ինքնագնահատական ունեցող կանայք են, բայց շատ հաճախ այս հատկանիշները վեր են ածվում մեծամտության, պետք է զգուշանալ եւ այդ շեմը ճիշտ զգալ։ Արդարության համար ասենք, որ նրանք միաժամանակ շատ նրբաճաշակ եւ արիստոկրատ են։ Շնորհակալություն։ Մենք հիմա խոսում ենք դաշտային ծաղիկների մասին, գունեղ ու շատ սիրուն, դաշտային եւ գույնզգույն ծաղիկներ սիրողները համեստ ու նրբազգաց կանայք են։ Հարուստ ներաշխարհով այս կանայք նաև շատ կարեկցող են ու պատրաստ են օգնության հասնել յուրաքանչյուրին։ Չափից դուրս էմոցիոնալ են եւ հաճախ են հիասթափվում իրենցից, ինչը պատճառ է դառնում պարփակվելու եւ սեփական խնդիրների հետ առերեսվելու համար։ Ես իհարկե քեզ ճանաչելով այնքանով, որքանով պետք է ամեն դեպքում քեզ դասեմ այն կանանց շարքին, ովքեր սիրում են դաշտային ու գույնզգույն ծաղիկները։ Նմանեցրեցի ամեն դեպքում այս հատկանիշները քեզ։ Ես իհարկե իմ ամենասիրելի ծաղիկը Եղրևանին է։ Մի փոքր այնքան էլ համաձայն չեմ իհարկե, բայց կրկնվենք սիրելի հեռուստադիտողներ, դուք էլ գուցե համաձայն չլինեք այս տարբերակների հետ, բայց այսպես մտածել են, առաջարկել են հոգեբանները հիմնականում ըստ կանանց նախասիրության ծաղիկների եւ գույների հետ կապված գուցե ճիշտ է, գուցե ոչ այնքան։ Իդեպ կան մարդիկ, որոնք առհասարակ ծաղիկներ չեն սիրում եւ վախենում են ծաղիկներից։ Այդ մարդիկ տառապում են անտոֆոբիայով, այսպիսի բառ կա, որը կարող է պայմանավորված լինել ալերգիայով, միջատների խայթոցով կամ ավելի խորը հոգեբանական պատճառներով։ Իհարկե թվարկածը կարող է լուրջ պատճառ հանդիսանալ, որպեսզի մարդը որևէ կապ չունենա ծաղիկների հետ, ամեն դեպքում դա շատ արդարացված հանգամանք է, բայց մեր շրջանում իսկապես չեմ ճանաչում որևէ մեկին, որ պարզապես չսիրի ծաղկին։ Կամ եթե չի սիրում, կարծում եմ իսկապես նրա հետ հոգեբանները աշխատանք տանելուց հետո կհասկանան, թե ինչու ակունքը որտեղ է թաքնված, որովհետև այո, չսիրել առանց պատճառ կարծում եմ հնարավոր չէ։ Այդ գեղեցկությունը։ Սիրելիներ, խոսում ենք կանանցից, խոսում ենք ծաղիկներից, կանացի մտածողությունից, բնավորությունից եւ տեսակներից, ակամայից միանգամից այստեղ ծնվում է երաժշտություն, որովհետեւ այս ամենը, եթե չամփոփենք երաժշտությամբ, ապա կարծում եմ այդքան էլ ճիշտ ընթացք չենք ունենա։ Այդ իսկ պատճառով հենց հիմա վայելում ենք երաժշտական տրամադրությունը, որը կլրացնի առանց այդ էլ գեղեցիկ ու գարնանային մեր տրամադրությունը, եւ րոպեներ անց կլինենք եթերում արդեն հյուրերի հետ շարունակելով մեր Արև երկրի ընթացքը մնացեք մեզ հետ։ Ein Old Mann, sie hat genannt sie,
Շարունակում ենք մեր ընթացքը սիրելի հեռուստադիտողներ, այն երկու հրաշալի անձնավորությունների դեմքերը, որ հիմա կտեսնեք ձեր հեռուստաէկրաններին, շատերին նրանք կարող են ծանոթ թվալ, որովհետև մենք նրանց հետ հանդիպել ենք մեզ մոտ տաղավարում ու կարևոր մի նախաձեռնության մասին ունեցել ենք հետաքրքիր հարց ու պատասխան։ Ներկայացնեմ նրանց, իսկ թե խոսքը ինչի մասին է լինելու, դա արդեն կներկայացնի գործընկերուհիս։ Մեզ մոտ տաղավարում են Gastrocamp Armenia նախագծի համահիմնադիր Արայիկ Ամզայանը, նրան ասում ենք բարի լույս, եւ Gastrocamp Armenia նախագծի PR ղեկավար Անի Անտոնյանը, ում ասում ենք բարի լույս ու միևնույն ժամանակ շնորհավորում նաեւ միամսյակի կապակցությամբ լավագույնը ձեզ բարեմաղթելով միշտ այսպես գեղեցիկ, սիրուն ու ամենահաճելի աշխատանքով զբաղվեք, որովհետեւ դա ձեզ ավելի հմայք ու գեղեցկություն է տալիս։ Եթե համաձայն եք, ապա գլխով արեք։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ, այո, կարծում եմ 2-ից 3 անգամ ամենակիչը մենք արդեն հանդիպել ենք մեր հյուրերի հետ։ Այսօրվա թեման ներկայացնեմ եւ սկսենք մեր զրույցը ապրիլի 4-ից 7-ը Կապան քաղաքում 20 տարբեր մասնագիտության տերմարտիկ աշխատեն միասին, որպեսզի ստեղծեն Սյունիքի տարածքային ներուժի բացահայտման եւ բրենդավորման գիտահեն փաստաթուղթ։ Աշխատաժողովին պատասխաններ կստանան այնպիսի հարցեր, ինչպես օրինակ ուր այցելել եւ ինչ համտեսել Սյունիքում, որոնք են ամենանշանավոր պատմությունները եւ առասպելները եւ այլն։ Կարծում եմ այս եւ այլն հարցի մյուս պատասխանները այս պահին էլ կարող ենք ստանալ տաղավարում, եթե իհարկե ուզենան մի փոքր փակագծերը բացել մեր հյուրերը։ Հարգելի Անի եւ Արայիկ, սա թվով որերորդ միջոցառումն է, որովհետեւ եթե ես չեմ սխալվում, արդեն 3-4 անգամ միայն մենք ենք հանդիպել, սա գոնե պետք է 5-րդ կամ 6-րդ միջոցառումը արդեն լինի։ Խնդրում եմ պատմեք ինչ է ներկայացնում իրենից այս միջոցառումը եւ ինչ ասել է գիտահեն փաստաթուղթ։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, սա մեր արդեն 5-րդ միջոցառումն է Gastrocamp Կապան նախագծի շրջանակներում։ Gastrocamp Կապանը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերից։ Մենք իրականացրել ենք եւ կարող եմ ասել բավականին հաջողությամբ ենք իրականացրել արդեն 4 միջոցառումներ։ Ինչպես հիշում եք, մենք միասին քննարկել ենք Արի Կապան խորագրով ցուցահանդեսների շարքը, որոնք տեղի են ունեցել Երևանում, Կապանում եւ մենք չենք քննարկել Զվարթնոց օդանավակայանի Արի Կապան խորագրով այո ցուցահանդեսը, որի ընթացքում մենք ներկայացրել ենք ոչ միայն Կապան այցելելու գրավչությունը, այլև Կապան ինքնաթիռով այցելելու հարմարավետությունը եւ գրավչությունը։ Եվ այսպես մենք նաեւ այդ միջոցառման շրջանակներում մայրաքաղաք այցելած հյուրերին եւ Հայաստանից մեկնողներին ամեն հնարավոր կերպով, թե տեսահոլովակներով, թե նկարներով, թե Նարեկ Աշակյանի ցուցահանդեսի միջոցով ներկայացրել ենք, որ մայիսին կայանալու է Gastrocamp Կապան եզրափակիչ միջոցառումը եւ բոլորին հրավիրել ենք Կապան հենց մայիսին։ Եվ այս եզրափակիչ միջոցառումը իրականացնելուց առաջ նաեւ մենք իրականացրել ենք բիզնես այց Սյունիքի հորեկա ոլորտի բիզնեսի համար դեպի Երևան, նրանք ունեցել են փորձի փոխանակում, ունեցել են բիզնես հանդիպումներ Երևանում գործող հորեկա ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ եւ ընդլայնել են իրենց բիզնես հնարավորությունները։ Այժմ մենք իրականացնում ենք ավելի գիտահեն, գիտելիքահեն միջոցառում, դա Storm միջոցառումն է, որը կտա այն գիտելիքահեն հիմքը, որի վրա կառուցվելու է մայիսյան միջոցառումը։ Այսինքն պատմաբաններ, մշակութաբաններ, ազգագրագետներ եւ մարքետոլոգներ, նաեւ խոհարարներ։ Այսինքն այս մասնագետները ամբողջ ընթացքում ձեզ հետ աշխատել են, ձեզ հետ շրջել են, հավաքագրել են այդ ամբողջ պատմությունները, որպեսզի ստեղծվի ի վերջո այս փաստաթուղթը, ճիշտ եմ հասկանում։ Storm-ը կազմակերպված է հենց այդ նպատակով։ Այս մասնագետներին մենք ընտրել ենք եւ հենց Gastrocamp նախագծի շրջանակներում մշակվել է նմանը չունեցող աննախադեպ մոդելի եւ ձևաչափի գիտական համաժողով, աշխատաժողով, որը նման չէ մյուս աշխատաժողովներին, դա պետք է տա հստակ արդյունք։ Այս մասնագետները, 20 մասնագետներ Սյունիքից, Երևանից, Հայաստանի տարբեր անկյուններից միավորվելու են, որպեսզի կազմեն հենց այդ Սյունիքի տարածքային հնարավորությունների
քարտեզը, մշակեն այն եւ որպեսի հենց մայիսյան միջոցառումների շրջանակում հրավիրյալ փորձագետները, շեֆ-խոհարարները առաջնորդվեն այդ քարտեզով եւ ողջ էքսպեդիցիան, որը մայիսին պետք է տեղի ունենալու այս ստորմի արդյունքների հիման վրա։ Անմիջապես ներողություն փառատոնն է հաջորդելու, թե կան այլ միջոցառումներ մինչև փառատոնը։ Մինչև փառատոնը կան միջոցառումներ, բայց ամենակարևորը այս առաջիկա միջոցառումը դա ստորմն է, որից հետո տեղի կունենա եզրափակիչ էքսպեդիցիա։ Սա փառատոն չէ, սա շեֆ-խոհարարների, հրավիրյալ միջազգային շեֆ-խոհարարների էքսպեդիցիա է, ովքեր շրջելու են Սյունիքի տարբեր համայնքներում, վերհանելու են կարծես թե մոռացված բաղադրատոմսերը, մշակելու են դրանք եւ մատուցելու են հանդիսավոր ընթրիք Սյունիքի Կապանի գեղատեսիլ բնության գրկում։ Եվ այս մենյուն, որը նրանք մշակեն, դառնալու է գաստրո այցեքարտ Սյունիքի համար։ Այսինքն զբոսաշրջիկ իմանալու է, որ բացի պատմական գեղեցիկ վայրեր այցելելուց, նրանք կարող են նաև այցելել եւ փորձել հատուկ Սյունիքի մենյուն, որի վրա աշխատել են չեմ վախենա այդ բառից աշխարհահռչակ շեֆ-խոհարար։ Իսկ հատուկ որևէ ռեստորաններ են լինելու, որտեղ աշխատելու են եւ մատուցելու են, պատրաստելու են ուտեստներ այդ փաստաթղթով, թե դա տարածվելու է բոլոր այն վայրերում, որտեղ սնունդ են մատակարարելու։ Հնարավոր է դա։ Մենք մասնավորապես Կապանի որևէ ոլորտի ներկայացուցիչներն, այդ թվում նաեւ շեֆ-խոհարարներին անպայման ներգրավելու ենք եւ թիմերը միասին են աշխատելու եւ միջազգային թիմը եւ տեղի մասնագետները միասին են ստեղծելու այդ մենյուն, որը որ կլինի նաեւ այն հիմքը, որ իրենք կարող են այդ բաղադրատոմսերը, մտքերն ու գաղափարները հետո կիրառեն ու գործածեն իրենց հաստատություններում, միգուցե ինչ-որ ադապտացումներով, ու բացի դրանից մենք վերջում պարտադիր, ինչպես եւ մեր ստորմի արդյունքում ուզում ենք փաստաթղթի ձևով թողնել այդ ինֆորմացիան ու արդյունքները, նաեւ կթողնենք այն ինչ որ կստանանք խոհարարական թիմի հետ։ Քիչ առաջ ձեր խոսքի մեջ մենք հասկացանք, որ նաև այս տարի կակնարկ ու նաև կա շեշտադրում ոչ միայն գաստրո ոլորտի, այլ նաև պատմամշակութային, գիտական ոլորտերի վրա։ Ինչ զարգացումներ կունենան հատկապես այս մասերը եւ որևէ կերպ արդյոք կապվում են այս երկու ոլորտները հենց գաստրո ոլորտի հետ։ Մեկը մյուսից բխում է թե ոչ եւ ինչ կապեր եք ստեղծել ես։ Իհարկե, առհասարակ գաստրոնոմիկ աշխարհի համար պետք են հաճախորդներ, հյուրեր ու համտեսողներ։ Ու զբաղվելով գաստրոինդուստրիայի զարգացմամբ ու չզբաղվելով տուրիզմով, դրանք իսկապես իրար հետ փոխկապակցված են եւ մյուս մեր նպատակներից մեկը, երբ որ մենք մեր հիմնադրի հետ Աննա Մազմանյանի հետ թիմով արդեն որոշում ենք, որ մարզն ենք ընտրում, սա երրորդ մեր գաստրոկեմպ ծրագիրն է Կոտայքից Տավուշից հետո Սյունիքը, մենք հասկացանք, որ իրականում Սյունիքը լինելով շատ հարուստ, շատ իսկապես շատ գեղեցիկ տեսարժան վայրերով, հարուստ պատմությամբ, հարուստ խոհանոցով, ցավոք սրտի ճանապարհի բարդության ու երկար ճանապարհի հետ կապված շատ քիչ ոնց որ բան ունի, հայտնություն ունի, միգուցե այդքան էլ պոպուլյար չի ներքին տուրիզմի անգամ շրջանակներում, մենք հասկացանք, որ իրականում այդ մարզի մասին պետք է շատ պատմել, շատ ցույց տալ, բացատրել, ծանոթացնել մարդկանց հետ, որի նպատակը հենց մեր ցուցահանդեսների նպատակը Կապանը բերել Երևան մարդկանց ոնց որ դեմքերով, իրենց տեսակներով ու ծանոթացնել իրար ու պատմել նրա մասին, որ իսկապես բացի մեր մյուս գեղատեսիլ վայրերից, հա, մեր սիրված Տավուշի մարզը, Դիլիջանը, հա, Սևանը, Ծաղկաձորը կամ մյուս մարզերը, Սյունիքը եւս շատ հարուստ է եւ լիքը առաջարկելու բան ունի զբոսաշրջիկներին եւ տեղի եւ արտերկրից եկած։ Իսկ դեպի այն կողմ, հա, Կապանից հետաքրքիր ուղղակի սա զուգադիպությունը, որովհետև ասելով Սյունիքի մարզ միանգամից մի քանի լոկացիա կա, որ մարդկանց ուղիղ ազդակ է տալիս իրենց, հա, մեր Տաթևի վանքն է դա կամ Շարքեի ջրվեժը, Կապան քաղաքը հայտնի իր տեսարժանությամբ եւ գեղեցիկ նաեւ
պահված քաղաքով, դա միանշանակ այդպես է, իսկ դեպի այն կողմ շարժվում ենք ամենտեղից արդյոք մենք ունենք ակտիվություն, թեկուզ օրինակ Քաջարանից կամ Ագարակից հրավիրյալ մասնագետներ ունենանք, որովհետև ամեն դեպքում կապանը համայնքներում առավել շատ թաքնված է սահմանից դեպի այս կողմ։ Ինչ ունենք այս իմաստով եւ այս մասով։ Իրականում մենք հասկանալով որ կապանը հենց Սյունիքի մայրաքաղաքն է, մարզ կենտրոնն է, նաև մենք հասկացանք, որ Կապանը շատ մեծ պոտենցիալ ունի բոլոր այդ համայնքները կապելու ու առհասարակ բիզնես կենտրոն լինելու, այսինքն իր տուրիզմն էլ է շատ տարբերվում մյուս տեղերից, այնտեղ միանշանակ գյուղական տուրիզմ չի կարող լինել, դա շատ քաղաքային, շատ հետաքրքիր մթնոլորտ կարելի է հաղորդել ու միանշանակ մենք գրավում ենք գրեթե 12 գյուղ եւ քաղաք Կապանի հարակից ու ձեր թվարկած Գորիսը, Տաթևը ու իր հարակից գյուղերը, այսինքն մեր ստորմի արդյունքում ստացած մեր ճանապարհային քարտեզը, որը որ Սյունիք մտնելու դարպասներից մինչև ուրեմն Կապան եւ դրանից հետո ցույց է տալու թե որ այդ ճանապարհին որտեղ կարելի է մտնել, ինչ անել ու ինչի համար պետք է այնտեղ գնալ։ Եվ մեկ լրացում գործընկերոջս խոսքին, նաև պետք է նշեմ, այո, Քաջարանը եւս մեզ հետ համագործակցում է եւ ինչպես Կապանն է ակտիվորեն համագործակցում համայնքապետարանների ներկայացվածությամբ, այնպես էլ Քաջարանը եւս մեր գործընկերն է։ Քաջարանի հոռեկավոլորտը նույնպես ակտիվ մասնակցել է բիզնես տուրին, մեր մյուս պրոյեկտներին, այդ թվում դասընթացներ եւ այլն, ոչ միայն Քաջարանը, այլև մենք մեր այս միջոցառմանը, մեր գիտահեն այս հանդիպմանը հրավիրել ենք մասնագետներ Մեղրիից, Քաջարանից, Սիսյանից, այսինքն մենք հնարավորինս ընդգրկուն ենք դարձրել այս գիտաժողովը, որովհետև մեզ համար շատ կարևոր է ոչ թե մի արհեստական ձևաչափով ստեղծել մի քարտեզ եւ տանել այդ բրենդավորումը Երևանից ներկայացնել համայնքին, այլ ընդհակառակը համայնքի մասնագետների, նրանց ինստիտուցիոնալ, պատմական հիշողության հիման վրա մենք ձևավորում ենք մի փաստաթուղթ, որի վրա է կառուցվելու ողջ բրենդավորումը, ողջ տուրիստական, զբոսաշրջային եւ նաեւ բիզնես հնարավորությունների հանրահռչակումը։ Անի մասնագետների ցանկում կան տարերկրացիներ։ Այս հանդիպման ընթացքում չկան, բայց մայիսին մենք ունենալու ենք հրավիրյալ մասնագետներ արտասահմանից։ Արդեն գնահատելու, եզրակացություն տալու համար։ Կարծում եմ այո։ Այս դեպքում եւս մի կարևոր բան կա, որպեսզի նաեւ մեր բացահայտած գաստրո ոլորտում, հետաքրքիր բաղադրատոմսերը ինչու ոչ իրենց հետ տանելու, որպեսզի ներկայացնեն ողջ աշխարհում։ Դա է շատ կարևոր ձեռքբերումներից մեկը կարող է լինել։ Որ ազգի ներկայացուցիչ տարավ եւ որ գերակատեսական։ Իսպանացի շատ հայտնի խոհարար ունենք յուր, դեռ մի քանի տարի առաջ Բարսելոնայից Վալենսիայից էր։ Վալենսիայից 2024 թվականին աշխարհի լավագույն ռեստորան ճանաչվեց Բարսելոնայի շատ պարզ եւ նույնիսկ մի փոքր անշուք ռեստորաններից մեկը։ Իրականում լավ ռեստորան լինելու համար թանկարժեք կահույք եւ ինտերիեր անհրաժեշտ չի։ Ու Իսպանիայից մեր գործընկերը, մեր հրավիրյալ շեֆը Հայաստանում տարբեր տեղեր լինելուց, տարբեր ուտեստներ փորձելուց հետո մի քանի ամիս անց մեզ ուղարկում է, որ իր մենյուում ավելացրել է ղափամա։ Ու շատ քիչ փոփոխություններով, բնականաբար իսպանացիները եւս շատ օգտագործում են բրինձ, եթե գիտեք, պաելյա ուտեստը ծովամթերքով ու յուրովի պատրաստել էր ու մատուցել են հենց ղափամայի կոնցեպտով ու շատ հպարտանում ենք։ Արձագանքները հետո փոխանցել են, ինչպիսին են եղել հետաքրքիր։ Մենք գիտենք, որ շատ երկար ժամանակ այդ ուտեստը եղել է մենյուում։ Իրականում Եվրոպայում շատ հաճախ է փոխվում ուտեստների ցանկը, ու եթե ինչ-որ ուտեստ երկար է մնում, դա նշանակում է, որ իսկապես սիրվել է։ Բայց ավելի հաճելի որ իսպանացիները ուրեմն նուրբ քիմք ունեն։ Այո, հաճելի զգացողություններից մեկը կլինի, երբ օրինակ օրերից մի օր լինենք Վալենսիայում, ժամանցային կենտրոններից մեկում պատվիրենք մենյուն դիտենք եւ պատվիրելուց միամիտ տեսնենք, որ այնտեղ գրված է ղափամա, դա կարծում եմ ձեր հաղթանակներից մեկն է։ Եվ կամած գնալով դեպի ամփոփում այն հետաքրքիր գույների մասին եմ ուզում խոսել, այն ոգու մասին եմ ուզում խոսել, որ պիտի
պարուրվի հենց այդ օրը, երբ կներկայացնենք բրենդավորված այդ գիտահեն փաստաթղթերը։ Ավելի կոնկրետ ապրիլի 4-ից 7-ը այս ամենի շրջանակներում ինչ գունավորումներ ենք տալու մշակութային մասով։ Արդյոք բացի հանդիպումից ու հարցերից ու պատասխաններ ստանալուց լինելու են ինչ որ, չգիտեմ, համերգային ծրագրեր կամ գուցե ինչ որ մի բաղադրան տոմսը ներկայացնելու հետաքրքիր գտնված ձևեր եւ այլն, մշակութային մասով ինչ կլինի։ Մեզ հակառակ աշխարհի լինելու է թե ոչ։ Եվ ոչ միայն։ Ես կարծում եմ այդ օրերը շատ հագեցած են լինելու, որովհետև մեր փորձագետները, հրավիրյալ փորձագետները արդեն իսկ սկսել են իրենց աշխատանք, այսինքն այսպիսի մի տնային աշխատանք նրանք անում են, վերլուծություններ, ուսումնասիրություններ, այդ ուսումնասիրություններով գալու են եւ միասին համատեղ են աշխատելու։ Շատ ինտենսիվ եւ ծանրաբեռնված օրակարգով են աշխատելու եւ մենք իհարկե նրանց համար կազմակերպելու ենք այցեր Կապանում, նրանք կայցելեն անպայման մշակութային վայրեր, կբացահայտեն գեղեցիկ թանգարանները, պատմությունը եւ կունենան ընթրիքներ Կապանում, կուսումնասիրեն եւ կճաշակեն Կապանի խոհանոցը եւս։ Բացի այդ պետք է նշել, որ զուգահեռաբար տեղի է ունենալու նաեւ այսպես մեդիա արշավ, որովհետեւ մենք այդ մեդիա արշավը արդեն մեկնարկել էինք հունվարից եւ բազմաթիվ տարբեր բլոգերներ այցելում են Կապան, մեզ համար պատրաստում են ռեպորտաժներ հենց գաստրո քեմփի շրջանակներում, նրանք եւս հանրահռչակում են Կապանը եւ այս մեդիա արշավը շարունակվելու է զուգահեռաբար մեր գիտաժողովին։ Պետք է նշեմ նաեւ եւս մեկ կարեւոր առանցքային դրույթ, որը շատ կարեւոր է, որպեսզի լսարանը նույնպես բացահայտի, գաստրոքեմփի առանցքային սկզբունքներից մեկը հետեւյալն է, որ մենք միայն PR-ով չենք զբաղվում, այսինքն մեկ այլ բան է, երբ որ դու հանրահռչակում ես համայնքը, ներկայացնում ես տուրիստական հնարավորությունները, զբոսաշրջիկները այցելում են եւ հանկարծ հանդիպում են մի իրավիճակ, երբ համայնքը պատրաստ չէ ընդունել իրենց կամ համայնքը պատրաստ չէ ապահովել այն որակը, որի սպասումները դու ձևավորել ես PR արշավների ընթացքում։ Գաստրոքեմփը շատ ինստիտուցիոնալ է մոտենում այս հարցին, այսինքն նախ աշխատում է ենթակառուցվածքների հետ, դասընթացների միջոցով պատրաստում է սպասարկող անձնակազմին, ռեստորաններին, որպեսզի նրանք պատրաստ լինեն ընդունել, պատրաստ լինեն տալ այն նշաձողը, որ պահանջվում է, եւ հետո միայն այդ զբոսաշրջիկների հոսքն է ապահովում։ Այսինքն սա մոտեցում է, որը շատ կարեւոր է, որպեսզի մենք ճիշտ հասկանանք եւ ճիշտ գնահատենք։ Դե ամուր հիմք ունի, կարծում եմ նախագիծը, դրա համար էլ արդեն 5-րդ անգամ դուք այս մեծ նախաձեռնության կողքին եք։ Մոտենանք ավարտին մեր հարցազրույցի, եթե որևէ բան չունենք ավելացնելու, ապա պետք է ասել, որ սիրելի հայրենակիցներ, բոլոր այն մարդիկ, ովքեր հատկապես ունեն տվյալ ոլորտի նեղ մասնագիտական գիտելիքներ, սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի ապրիլի 4-ից 7-ը լինեք Կապանում եւ ինչպես էստեղ է գրված, դուք կարողանաք ստեղծեք եւ ունենաք այն պատասխանները, որոնք ձեզ կտրամադրի Սյունիքի տարածքային ներուժի բացահայտման ու բրենդավորման գիտահեն փաստաթղթը։ Հարցազրույցը կամփոփենք իհարկե տեսանյութով, սա 5-րդ թվով 5-րդ միջոցառումն է, իսկ սրան նախորդած բոլոր 4 հետաքրքիր միջոցառումների մասին, եթե չեք դիտել, չեք լսել երբևէ, առաջարկում ենք տեսանյութով դիտել եւ հասկանալ, թե ինչի մասին էինք խոսում։ Շնորհակալություն Անի Անտոնյան, Գաստրոքեմփ Արմենիա նախագծի PR ղեկավար եւ նախագծի համահիմնադիր Արայիկ Ամզյան, շնորհակալություն ձեզ։ Դուք էլ դիտեք տեսանյութը, սիրելի հեռուստադիտողներ, ապա կվերադառնանք եւ կշարունակենք մեր ընթացքը։ Բարեկամներ, շարժվենք առաջ, մենք ունենք մի էջ, որ կոչվում է օգտակար է, բոլորին արդեն սիրելի եւ սպասված էջ իմիջիալից, որովհետեւ այս էջի միջոցով թերևս մենք կարողանում ենք մանրամասն տեղեկություններ իմանալ այն ամենի վերաբերյալ, ինչ շատ հաճախ առօրյայում օգտագործում ենք, բայց
լիարժեք չգիտենք դրա օգտակարության սանդղակ։ Եվ հետաքրքիր զուգադիպությամբ ծաղկային թեման կարծես շարունակվում է։ Այո, մեխակն է այսօր գլխավոր դերում օգտակար է էջի շրջանակներում։ Եվ խենթանում է մեխակով եւ դարչինով թեյի համար։ Հրաշալի համադրություն, դիտենք, բացահայտենք, վերադառնանք ու շարունակենք մեր ընթացքը, խնդրեմ։ Հայաստանում հանդիպում է մոտ 15 տեսակ մեխակ՝ արևելյան, անհրապույր, մանրածաղիկ եւ այլն։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Հնագույն ժամանակներից մեխակները օգտագործվել են որպես բուժիչ բույս, որոշակի հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Նախ հարկ է նշել, որ մեխակը հանդես է գալիս որպես շատ ուժեղ եւ հզոր խթանիչ։ Այն կարող է օգտագործվել ախորժակը բարձրացնելու, աղիքային հիվանդությունները վերացնելու եւ բերանի խոռոչի, տհաճ հոտերը եւ վարակները վերացնելու համար։ Մեխակը հիանալի միջոց է մարսողական խնդիրների դեմ։ Մեխակի ամենակարևոր կիրառություններից մեկը մարսողական համակարգին թեյի տարբերակով օգտակար լինելն է։ Բացի այդ, մեխակի քաղվածքը կարող է օգտագործվել նաեւ խոցերի բուժման ժամանակ։ Մեխակի հակամանրեային հատկությունները օգնում են վերացնել միկրոօրգանիզմները, այդ իսկ պատճառով կոկորդի տարբեր բորբոքային խնդիրների ժամանակ դուք կարող եք շատ հաճախ խմել մեխակով թեյ։ Մեխակը նաև պարունակում է եվգենոլ, ակտիվ բաղադրիչ, որը հատկապես օգտակար է լյարդի առողջության համար։ Այն կարող է օգնել բուժել լյարդի ճարպակալումը եւ օքսիդատիվ սթրեսի հետևանքները։ Չորացած մեխակը կարելի է նաև օգտագործել մակաբույծներից ազատվելու համար։ Անհրաժեշտ է օրական 2 անգամ ընդամենը ծամել մի քանի չորացած մեխակ ուտելուց 30 րոպե հետո։ Մեխակը նաև օգտակար է ցածր ճնշման դեպքում։ Կարելի է թեյ խմել մեխակով կամ պարզապես ծամել մի քանի չոր մեխակ եւ կանցնի գլխացավը կբարձրանա ճնշումը։ Այսքան դրականի կողքին հարկավոր է իմանալ, որ մեխակ չի խորհուրդ տրվում հաճախ եւ շատ օգտագործել ստամոքսի եւ 12 մատնի աղիի խոցի, ինչպես նաեւ բարձր արյան ճնշման դեպքում։ Արմինե Բրսոյան, Բարև երկիր։ Սիրով շարժում ենք առաջ, սիրելի ուսադիտողներ, րոպեներ առաջ մտովի իհարկե մենք տեղափոխվեցինք Կապան ու կորե պատկերացնում ենք, թե ինչ է տեղի ունենալու ապրիլի 4-ից 7-ը, հիմա շատ արագ վերադառնում ենք ու բարձրանում ենք վեր։ Իմիջիայլոց բոլոր են մարդիկ, ովքեր բարձրությունից ունեն ֆոբիա որպես այդպեսին, առաջարկում են գալ մեզ հետ ու հաղթարեք, որովհետև այդ բարձունքում ամեն ինչ շատ ջերմ է, ամեն ինչ շատ անմիջական է ու հաճելի ու ցանկացած վախ մեզ հետ միասին կարող եք հաղթարել։ Եթե ծաղիկներով բարձրանան, ծաղիկներից վախներ խոսում էինք, անտոֆոբիա ունեցող մարդիկ էլ կարող են բարձրանալ եւ հաղթահարել վախը։ Սիրելիներ, գնում ենք դեպի թատրոն տանիքում, որտեղ մեր հրաշալի գործընկերներ ունեն ֆանտաստիկ գունեղ ու բոլորի համար նախատեսված հրաշալի նորություն, ինչի մասին է լինելու, ինչպես միշտ ասելու է Ձյաննան, բայց ես կներկայացնեմ նրանց ռեժիսոր Գոհարիկ Փոքրիկյանը, տաղանդավոր, բարի լույս։ Բարի լույս։ Միանգամից թույլ տուր շնորհավոր եմ միամսյակը։ Քո սիրելի Գոհարիկ, եւ զարմանում եմ, թե վաղ առավոտ ինչպես ես գունային համադրությունը ստեղծել, գտել այս պիջակը եւ գալ ու լցնել մեր տաղավարը հետաքրքիր վառ գույնով։ Մարդ որ ներսից լուսավոր է լինի, կարծում եմ ընտրությունը այսպես երկար չի տատանվում, ինչ պետք է հագնել։ Երիտասարդ ու շատ տաղանդավոր դերասան Արտյոմ Ալեքսանյանը, բարի լույս Արտյոմ ջան, եւ հրաշալի ընկեր տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ստեղծագործող մարդ Արմեն Մարգարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Նախ շատ ուրախ եմ կարևոր մի բանի համար, որ ես Երուսաղեմի մեջ Արմեն ջան գիտեմ, որ ներկայացման հետևից պրեմիերաներ եւ այլն, բայց գտակ այդ ժամանակի վերջո Կիրակի առավոտը մեզ հետ կիսելու համար։ Եթե կծարավեք ջուրը ձեր տրամադրության տակ է, ինչի մասին ենք խոսելու, ինչի շուրջ ենք հավաքվել։ Խոսելու ենք Փիթեր Փեն ներկայացման մասին, կախարդական բարի մեր բոլորի մանկության կարծում եմ ներկայացում ֆիլմ սիրելի, եղել է պրեմիերան մարտի 23-ին եւ 3 եք խաղացել։ Այո, խաղացել ենք։ Սակայն մեր հեռուստադիտողները պետք է նաև իմանան, որ կարծում եմ խաղացանկայինը եւ շարունակաբար կարող են գալ եւ նայել ներկայացումը։ Սկսենք ամենասկզբից Փիթեր Փեն եւ տանիքում։
Սովորաբար մենք սովոր ենք, որպեսզի տանիքում 16 կամ 18 պլյուս ներկայացումներ են լինում։ Հիմա հասկանանք Փիթեր Փենը դարձել է այդպիսին, թե այնպիսի լուծումներ են գտնվել, որոնք այո, տարիքային, այսպես շեմը տատանվել է։ Տեսեք, թատրոն տանիքումը արդեն ինչքան ժամանակ է փոխել է իր ուղղվածությունը, այնտեղ նաև մանկական հրաշալի ներկայացումներ են բեմադրվում։ Փիթեր Փենը այդ ներկայացումների ցանկում կարծեմ թվով 3-րդը կամ 4-րդն է։ Մեկ տարվա կտրվածքով այնտեղ տեսնում ենք, չէ՞, մենք մանկական ներկայացումներ։ Այո, նաև մանկական ներկայացումներ են խաղացվում եւ Փիթեր Փենը դրանցից ուղղակի հերթական մեկն է։ Իսկ խաղվեց։ Այդ սխալ ուղղելու համար խորհուրդ եմ տալիս նաև մանկական ներկայացումներին լինել, որովհետև այն ներկայացումները, որոնք այնտեղ մանուկների համար են, մեծահասակները հաստատ մեծ ջերմեռանդությամբ կարող են դիտել, որովհետև մանուկների եւ մինչեւ 100 տարեկան մանուկների համար են արվում այնտեղի ներկայացումները։ Սիրելի փոքրիկյան, ես իրոք այն երջանիկ դերասաններից եմ, որ գոնե մեկ անգամ հնարավորություն ունեցել եմ քո ներկայացումներից մեկում զբաղված լինելու։ Եվ վստահորեն կարող ենք ասել, որ ոչ մեկ անգամ կլինի հետագայում։ Տարբեր բեմարտակներում, թատրոններում ներկայացման ռեժիսորս հանդես եկել, բայց եթե չեմ սխալվում, թատրոն տանիքում սա քո դեբյուտային աշխատանքն է։ Այո, երկար ստեղծագործական դադարից հետո այնպես ստացվեց, որ ընտրվեց հենց թատրոն տանիքումը, ինչու որովհետև ինքը ցանկացած ազատ ստեղծագործողի համար շատ հետաքրքիր հարթակ է, որովհետև թատրոն տանիքը արդեն ինքը այլ ընտրանք է առաջարկում, որտեղ չկա այդ դասական մեզ բոլորիս ծանոթ բեմը իր տրամադրող բոլոր հնարավորություններով, այստեղ կա մի հրաշալի տանիք եւ այդ տանիքը դու արդեն քո ստեղծագործական հմտություններով պիտի դարձնես մեկ այլ աշխարհ։ Այս դեպքում սա եղավ Փիթեր Փենի աշխարհը։ Թիմին ինչպես ընտելացար, եղել էր մինչ այդ թատրոն տանիքում թե ոչ, եւ ծանոթ է ընդհանրապես այդ ձևաչափը, այդ հետաքրքրությունը քեզ, խնդրեմ։ Թատրոն տանիքում չի եղել, իսկ ինչ էր նայում մինչ այդ։ Սա երևի բոլոր թատրոններում եղել է, բարձրանում վերեփայտ։ բոլոր թատրոններում եղել է, բացի տանիքից։ Հա, չգիտեմ, զարմանալիորեն ու հաճելիորեն զարմացա այդ առաջարկից։ Առաջին ներկայացումն է։ Առաջին թատրոնում, հա։ Միանգամից արդյոք է ընտրվել, թե տարբեր դերակատարներ Արտեմի ընտրությունը ամենաբարդն էր, որովհետև քանի որ Փիթեր Փենը ինքը շատ հայտնի սիրված կերպար է եւ երեխաների մոտ նամանավանդ արդեն ինքը որոշակիորեն ունի իր կերպարը ձևավորված է, այո, դրա համար նախ ֆիզիկապես արտակնապես պիտի կերպարը լիներ նման գոնե մոտ, հավապատասխան որոշակի կարծրատիպին ունեն կապեր մեջ։ Չգիտեմ ինչպես ստացվեց, մի քանի, այսպես ասած, երիտասարդ դերասանների քննարկել ենք հասկանալու համար թե ում վերջո ընտրել եւ այսպես շատ պատահական առաջարկ եղավ, որ այսպիսի մի երիտասարդ շնորհալի դերասան կա, որը դեռևս ուսանող է, նկարը ուղարկեցին, նկարը տեսա ու ասեք, որ հրաշալի Փիթեր Փեն է, այո, ձեռքին միանգամից եւ հաջորդ փուլը արդեն որպես այսպես փոքրիկ քաստինգ եղավ, պիտի ծանոթանայի իր հետ, իր դերասանական մնացած տվյալները ամեն դեպքում պիտի հասկանայի, համապատասխանում էին պատկերացրած կերպարին թե ոչ եւ ընդամենը մեկ բառ ասեց եւ ես հասկացա, որ մենք գտել ենք մեր գլխավոր Արտյոմ շատ հետաքրքիր։ Գիտեմ, չեմ Չէ, սկզբից ես ուղղակի առաջարկեցի Արտեմին, որ որևէ տեքստ արտասանի, ինքը այսպես շատ խառնված էր եւ ասեց, որ ոչինչ չի հիշում, ասեցի դե լավ, արի նստենք ու զրուցենք։ Իհարկե բոլորս տեսել են, որ երեխաները գալիս են, զբաղեցնում են իրենց տեղը, նստարաններին նայում են, այստեղ էլ կարծես թե նույնն է, բայց մթնոլորտը մի քիչ տրամաբանությունը այլ է։ Ինչ կա հիմա երեխա հանդիսատեսի մոտ, որ օրինակ մինչ այս չէր նկատել ու ինչ մասնակցություն ունեն, շատ ինտերակտիվ րոպեներ ունենք, թե մի քիչ զերծ եք մնացել նաև այդ ամենից։ Տեսեք, շատ տեղին է ձեր հարցը, որովհետև ներկայացումը որպես այդպիսին ներկայացման գործողությունը տեղափոխվել է խորդանոց,
Երեխաները փախնում են, չարաճճություն են անում, փախնում են իրենց ծնողներից, թաքնվում են խորդանոցում եւ այստեղ գտնելով հեքիաթի այդտեղ տարիներով կորած փոշոտված գիրքը բացում են եւ այնտեղ սկսվում է հեքիաթը։ Եվ քանի որ չկա այդպես չորրորդ պատի հասկացությունը, երեխան, որը որպես հանդիսատես նստած է հանդիսատեսի աթոռին, ինքը շատ մոտ է եւ այդ խորդանոցի մեջ է ինքն էլ։ Այդ պատճառով այնպիսի տպավորություն է, որ երբ որ հերոսները, երբ որ հայտնվում են բեմատարածքում, հայտնվում են հենց մեր կողքին, հանդիսատեսի կողքին։ Եվ ինտերակտիվությունը որպես այդպեսին շատ չեմ պահպանել, բայց Արմենի կերպարը ունի, որ Ես չէի կասկածում եթե անկետ։ Արմենի կերպարն է շատ շփվում երեխաների հետ, փորձում է վախացնել իր կերպարին համապատասխան եւ վերջում էլ, այսպես ասած, երբ որ երեխաները պատժում են շատ յուրահատուկ կերպով, չեմ ուզում բացել փակագծերը, որովհետեւ ուզում եմ գաք եւ ինքներդ տեսնեք թե ինչպես, այստեղ էլ երեխաները, որ նստած են հանդիսատեսի աթոռին, իրենց մասնակցություն ունենում են, թեկուզ այո, ասում են քննարկում բղավուծներով, պատժամիջոցներն են Երբ ներկայացման ժամանակ էլ նույն կերպ են պատժել, թե այսպես շատ ծայրահեղ պատժամիջոցներ են ընտրում երեխաները։ Ծայրահեղ է պատժամիջոցը, այո, եւ տեսակի։ Երեխաները շատ ակտիվ են, այսինքն մասնակցությունը իրեն շատ ակտիվ է։ Այո, այդպես արեք, այո, տարեք։ Եվ գիտեք ինչն է տպավորել, երբ որ խոսք գնաց այդ ինտերակտիվության մասին, այնտեղ Փիթեր Փենը տեսարան կա, որտեղ շատ նեղացած իր մայրիկից, որ դե գիտեք պատմությունը, որ վերադառնում է եւ տեսնում է, որ պատուհանը փակ է եւ դրանից հետո ինքը շատ նեղացած է բոլոր մայրիկներից եւ ասում է բոլոր մայրիկներն էլ այդպիսին են, իրենք մի օր եթե դու երկար ժամանակ գնում ես ու հետ չես գալիս, մոռանում են քեզ այնքան ապշած է, որ դահլիճով նստած երեխաները կռիվ էին տալիս Փիթեր Փենի կերպարի հետ, բոլոր մայրիկները չեն այդպիսին, ամեն մեկը ոնց որ ասած իր մայրիկի համար պայքարում էր, որ ուզում էր ապացուցել, որ իր մայրիկը այդպիսին չի, լավն է, որ եթե փնտրես կգտնես քո մայրիկի մեջ էլ ինչ որ լավ գիծ, որը կվերադարձնի այդ հավատը մանկության եւ լույսի հանդեպ։ Արտյոմ առաջին անգամ է իր թատրոնում ներկայացման մեջ ընդգրկված եւ գլխավոր դերում, այն էլ երեխաների համար էր ներկայացումը։ Մի փոքր քո զգացողություններից պատմի, սպասելիքներից մասին պատմիր, ինչպիսին էին եւ հետո արդյոք արդարացան գուցե գեր, այսպես ավելի զգացմունքային էր, քան դու էիր պատկերացնում։ Իսկ իմ մտքերը կարդում ես։ Հա, շատ հաճելի էր, երբ դերասանական մեր կազմը եւ այդ մթնոլորտը, որ ներկայացման մեջ տիրում էր, մինչեւ Փիթեր Փենի պրեմիերան հասցրի ուրիշ ներկայացման մեջ էլ տանիքում ներգրավել, առաջինը նախաղացինք, մյուս մանկականը հրաշագործ Օլիվիան, այնտեղ մի հատ այսպես փորձվեցի, նոր այստեղ ավելի թեթև էր, հեշտ էր, շատ լավ էր, շատ ուրախացնում էր ինձ այդ ռեակցիաները երեխաների։ Այս ամենը քեզ համար նաև պիտի լինի պարտավորեցնող ըստիս, որովհետև ուսանողական շրջանում սա կարծում եմ քեզ համար լիարժեք դպրոց է յուրովի, որպեսզի մասնագիտությանդ նայես ուրիշ աչքերով ու նաև շատ ավելի խորքային մասնագիտանաս այն ամենի մեջ, ինչը որ քեզ տրված է ուսանողական տարիների շրջանում։ Իդեպ մեզնից շատերը, եթե հիշում ես Հայկ, մենք էլ մանկական ներկայացումով սկսեցինք ուսանող շրջանում։ Միանշանակ կան խնդիրներ, որ լիարժեք հասկանում ես ու հաղթարում ես հենց այս սեվաչափի մեջ ու նման ներկայացումների շրջանակներում։ Երբ փոքրիկյան գնում եմ դեպի այդ փոփում չեմ կարող այս հարցը չտալ, ինչպես միշտ հավատարիմ ես մնացել քո վառ երևակայությանը, որտեղ կան անսահման շատ գույներ եւ այդ գույները այս ներկայացման մեջ տեսնում ենք թե ոչ միայն բնավորության, այլ նաեւ հենց այսպես գույն, որ օրինակ կրում ես դու հենց հիմա քո վրա։ Կարծում եմ, որ այո, մնացել եմ հավատարիմ իմ ձեռագրին, ինչ վերաբերում է մանկական ներկայացումներին, ամեն դեպքում փորձել եմ ուրիշ տեսանկյունից նայել, այն տեսանկյունից, որ նայում է բեմադրիչը, ռեժիսորը եւ եկեք համաձայնենք, եթե պիտի բեմադրեմ այնպես, ինչպես դուք եք կարդացել եւ տեսել, ցանկացած մեկը, որ կարդում է գիրքը, կարիք չի լինի բեմադրության։ Պիտի երբ որ հանդիսատեսը մանավանդ երբ որ գալիս է արդեն ընդունված եւ սիրված որևէ գրական
ստեղծագործություն տեսնելու պիտի ինքը տեսնի մեկ այլ ֆորմատ, մեկ այլ ուղղություն, տեսանկյուն, այո։ Եվ սա արդեն մեկ ուրիշ հարց է կընդունի այս տեսանկյունը, որ վեմադրիչն է առաջարկում, թե ոչ։ Դա էլ թողենք իրենց։ Թողենք իրենց, բայց ես կուզեի, որ ընդուներ։ Վստահաբար։ Հրաշալի։ Հավատարիմ եմ մնացել։ Ընկերների Եվ Գոհարիկ լինելու է հաջորդ ներկայացում եւ երբ։ Հաջորդ ներկայացումները նախատեսված են, այո, քանի որ ներկայացումը խաղացանկային է։ Ապրիլի 13-ին եւ 19-ին։ Այո։ Մեր տաղավարում էին ռեժիսոր Գոհարիկ Փոքրիկյանը, դերասաններ Արմեն Մարգարյանը եւ Արտյոմ Ալեքսանյանը զրուցում էինք Peter Pan ներկայացման մասին, որը կարող եք դիտել թատրոն տանիքում։ Այս ամսին այլևս չեք կարող դիտել, ինչպես լսեցիք, արդեն ապրիլի 13-ին եւ 19-ին, բայց դուք սոցիալական ցանցերով եւ տոմսարկղով հետևեք, որպեսզի բաց չթողնեք։ Դե մենք բարև երկիրն ենք, շնորհակալություն։ Հանդիպում ենք րոպեներ անց։ Սերը սիրուն է դարձնում ամեն օրը, ես քո կապանն եմ դու իմ վանաձորը, չի մարելու սիրո մեջ կրակը, ես քո ջերմուկն եմ դու իմ աշտարակը, սեր է տարվա ամեն մի ամիսը, ես քո սպիտակն եմ դու իմ վարդենիսը, Իջմիածին է մեր խաչն ու հավատը, ես քո Աբովյանն եմ դու իմ Արարատը, ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը, ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը, ես քո Խուստուփն եմ դու իմ Արագածը, ես քո առավոտն եմ դու իմ լուսաբացը, ես քո Տաթևն եմ դու իմ նորավանքը, ես քո հոգին եմ դու էլ իմ կյանքը, սերը սիրուն է դարձնում ամեն օրը, ես քո Թալինն եմ դու իմ Ծաղկաձորը, չի մարելու սիրո մեջ կրակը, ես քո գավառն եմ դու իմ ագարակը, սեր է տարվա ամեն մի ամիսը, ես քո Արմավիրն եմ իսկ դու իմ Գորիսը, սերն է երգում մեր ջանն ու հաջանը, ես քո Տաշիրն եմ դու իմ Դիլիջանը, ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը, ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը, ես քո Արաքսն եմ դու իմ Որոտանը, ես քո Այգեպանն եմ դու իմ Բուրաստանը, ես քո Պայքարն եմ դու իմ հայրենիքը, ես քո լեռներն եմ դու իմ հարսանիքը, սերը սիրուն է դարձնում ամեն օրը, ես քո Սիսյանն եմ դու իմ մեծամորը, չի մարելու սիրո մեջ կրակը, ես քո Սևանն եմ դու իմ ճամբարակը, սեր է տարվա ամեն մի ամիսը, ես քո Մեղրին եմ իսկ դու իմ Մասիսը, սերն է լցնում մեր տունն ու օրանը, ես քո Ջավախն եմ դու իմ ապարանը, ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը, ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը, ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը, Շարունակելով բարև երկիրը, տանիքից վերադառնալով դեպի մեր տաղավար, Կապան սկզբում, հեռուստադիտողներ, այո։ հետո տանիք, հետո տաղավար։ Հետո արդեն տաղավար, մենք գնանք դեպի Ծաղկային դաշտերով եւ այգիներով։ Հրաշալի ծաղկաշատ էր այսօրվա մեր եթերը, իրոք շատ հաճելի էր նորից ու նորից ձեզ հետ հանդիպելու համար, սիրելի հեռուստադիտողներ, մի շաբաթ ժամանակ ունենք, որպեսզի նախապատրաստվենք ամենահետաքրքիր ու կարևոր նորությունների ամփոփմամբ ձեզ հետ հանդիպենք արդեն մյուս հանգստյան օրերին։ Մնացյալ կարևորի մասին խնդրեմ Ձյաննա։
Ամենակարևորը ես կարծում եմ շնորհակալ լինելու հատկությունն է, որ մարդ պետք է ունենա, իսկ ես հատկապես շաբաթ-կիրակի օրերին միշտ լինում եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ մեր հեռուստադիտողներին, առավոտյան իրենց ժամերը, սուրճը եւ թեյը մեզ հետ կիսելու համար եւ շնորհակալ եմ իհարկե մեր գործընկերոջը Տուն Դեպո խանութ սրահին, մեր կողքին փափուկ եւ հարմարավետ միշտ լինելու համար։ Եվ այն հասցեները հիշեցնեմ իհարկե, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ալիքը եւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջերը։ Եղեք առողջ, խաղաղ ու շատ երջանիկ։ Կհանդիպենք միշտ շաբաթ համեցեք։